Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, Երևանն ու Բաքուն իհարկե մի քանի ժամվա տարբերությամբ հաստատեցին, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է եւ պատրաստ է արդեն ստորագրման, չնայած պայմանագիրը փոխվեց դարձավ համաձայնագիր։ Կարող ենք խոսել այն մասին, թե ինչու հանկարծ պայմանագիրը դարձավ համաձայնագիր։ Դե այս ձևակերպումները երևի այդքան էական չեն, քանի որ բովանդակությունը չի փոխվել այնուամենայնիվ 2017 թվականի 2024 թվականի օգոստոսի 7-ից, հա, եւ որ կողմերը հայտարարեցին, որ հանվում է կոմունիկացիաների մասին կետը, այլ մնացած 17 կետերը նույնն են մնում, եւ սա փաստացի ուղղակի հայկական կողմը որոշեց ընդունել այն մոտեցումները այդ կետերի շուրջ, որ ուներ Ադրբեջանը, եւ ընդունելով այդ կետերը փաստորեն այլ կետեր չմնացին, հա, որ համաձայնեցված չէր, ու սա շատ հետաքրքիր էր, որովհետև իմ պատկերացմամբ Ադրբեջանի համար այս կետերը այդքան կարևոր չէին, հա, իրենց նշանակությունը զուտ այս գործընթացը հետաձգելու միտումով էր, որ այսքան երկար քննարկվում էր, եւ հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի պահանջները ու ինչ է լինելու հետո երկու կողմեր հաստատեցին, որ ընդունվել է, ավարտվել է փաստորեն, այդ քննարկելու ոչինչ չկա, բայց հետագա քայլը իհարկե շատ կարևոր է ստորագրումը երբ է լինելու եւ ինչ արդյունքներ է դա տալու, հա։ Ու նաեւ պայմանագրից դուրս թեմաները ինչ ազդեցություն են ունենալու հետագա հայ-ադրբեջանական գործընթացի վրա, այդտեղ կա երկու կետ, որի մասին հիշատակ է Ջեհուն Բայրամովը, դա սահմանադրության փոփոխության եւ Մինսկի խմբի լիկվիդացիայի խնդիրներ, մենք գիտենք կա նաև կոմունիկացիաների խնդիրը, որի մասին Ադրբեջանը պարբերաբար խոսում է այսպես կոչված միջանցքի ձևաչափով, ու կա չորրորդ խնդիրը, դա այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթն է, որ Բաքուն նույնպես տարածում է եւ պարբերաբար վերակենդանացնում է, հա, իր տիրույթում։ Հիմա այս հարցերը շատ կարևոր են, պայմանագիրը խաղաղության, հա, կամ համաձայնագիրը 17 կետերը, որոնք համաձայնեցված են, երբ է ստորագրվելու, նույնիսկ եթե համաձայնեցված է, այդ մնացած կետերի շուրջ ինչ գործընթաց է լինելու։ Բայց ակնհայտ չի, որ այդ ստորագրման գործընթացն էլ է ձգձգվելու, որովհետև դուք նշեցիք Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները սահմանադրություն եւ ԵԱԿ Մինսկի խումբ։ Այո, ու կարծում եմ հայկական կողմը այնուամենայնիվ գիտակցում էր, որ գնում էր այս քայլին, կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, որ հայկական կողմը ուղղակի իսկապես գնում է այս քայլին չգիտակցելով, որ Ադրբեջանը կարող է հետաձգել։ Իմ տպավորությունը եւ մոտեցումը այն է, որ հայկական կողմը գիտակցել է, որ Ադրբեջանը իսկապես հետաձգել է ու որոշել է ուղղակի ցույց տալ, որ ինքը կառուցողական է։ Ինչ միտումներով է հայկական կողմը գնում այս քայլին, գիտակցելով, որ ադրբեջանական կողմը, հա, եթե հասկանում է, որ ադրբեջանական կողմը հետաձգելում է, գործընթացը կարելի է ենթադրել նույն այս օրինակ Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում, երբ որ Զելենսկին գնաց նույն այս գործարքին, վստահ լինելով, որ օրինակ Ռուսաստանը հետաձգելու է այս գործընթացը եւ սա կարող է բացասական արդյունք ունենալ ռուսական կողմի համար, հա, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների պարագայում մի քիչ այլ է պատկերը եւ միջազգային խաղացողների ներգրավվածությունը այս գործընթացի մեջ ավելի թույլ է, հա, եւ մոտիվացիան ներգրաված լինելու, բայց այնուամենայնիվ Հայաստանը փորձում է, իմ պատկերացմամբ փորձում է ցույց տալ, որ ինքը կառուցողական կողմ է, որ եթե հիմա Ադրբեջանը չստորագրի եւ շարունակի այս գործընթացը, վատ կողմը լինելու է Ադրբեջանը եւ մենք նաեւ Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ, որ ողջունեց այս պայմանագիրը, նա օրինակ նշեց, որ ինքը տեղավորվում է Թրամփի մոտեցման մեջ ավելի շատ խաղաղություն աշխարհում, հա, ու սա նույնպես հետաքրքիր է այս ձևակերպումը։ Հիմա կա կապ այս միտումների եւ Հայաստանի ինչ-որ մի քանի տարբեր ուղղություններով քաղաքականության, եթե մենք ունենալու ենք ստորագրված պայմանագիր,
ու հետագա դեեսկալացիա հարաբերությունների, սա դրական է, եթե ունենալու ենք չստորագրված պայմանագիր ու միջազգային հանրությունը եւս, ասենք, մի անգամ համոզվելու է, որ Ադրբեջանը ոչ կառուցողական է եւ գուցե որոշ կողմերի համար սա լրացուցիչ, ասենք, պատճառ եւ պատրվակ լինի, հա, Հայաստանի մոտեցումները եւ Հայաստանին ինչ-որ ձևով աջակցելու, ու երրորդ տարբերակը, որ ոչինչ չի փոխվելու, ուղղակի շարունակվելու է այս բանավեճը եւ հերահար կռիվը, հա, Բաքվի եւ Երևանի միջև սահմանադրության շուրջ, այլ կետերի շուրջ եւ ուղղակի մենք ունենալու ենք այս գործընթաց, մինչեւ որ ավելի հստակ ինչ-որ իրավիճակ չհաստատվի թե միջազգային, թե նաև իհարկե երկու պետություններում կամ Ադրբեջանը, ասենք, չգնա այլ սցենարների։ Այս սցենարներից մեկը ռազմական իհարկե էսկալացիան։ Հիմա այս երեք տարբերակները կան, ու որն է լինելու, կարծում եմ շատ դժվար է կանխատեսել, ու ոչ ոք չի կարող կանխատեսել։ Եվրամիության քաղաքացիական դիտորդները ստորագրումից հետո սահմանից հետ են քաշվելու, բայց երկրից գնալու են թե ոչ, որովհետև 2 տարով երկարացվել է նրանց գործնեության ժամկետը։ Այս մասով դուք ինչ եք կարծում, ինչ կլինի, նրանք կմնան Հայաստանում, պարզապես հայ-ադրբեջանական սահմանին չեն գնա, չեն մոտենա, թե ընդհանրապես Հայաստանից կգնան, կամ եթե մնան Հայաստանում ու սահման չգնան, ո՞րն է լինելու դրա արդյունքը։ Այստեղ իհարկե սա ամենաերևի բարդ ու դժվար կետերից մեկն է, հա, որովհետև սահմանից մենք հիշում ենք, որ Հայաստանը նաև առաջարկում էր Ադրբեջանին նախկինում, եւ որ Ադրբեջանը գնում էր խոսքը այս երրորդ կողմի մասին, որ սահմանի այն հատվածները, որոնք կենթարկվեն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, այնտեղից այդ ուժերը կարող են հետ քաշվել, բայց Ադրբեջանը չընդունեց այս պահանջը եւ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի մոտեցումը, բայց իրականում ինչ է սա ենթադրում եւ ինչ ենք մենք հասկանում սահմանին մոտ լինելու հետ կապված, սա իհարկե ճշտելու եւ քննարկելու թեմա է եւ կարծում եմ այստեղ հստակությունը շատ կարեւոր է ու Հայաստանը պետք է արդեն հասարակական հրապարակային դաշտում այդ հստակությունը բերի, որովհետեւ Ադրբեջանը հստակորեն շահարկելու է այս թեման եւ մեկնաբանելու է այնպես, որ պետք է ընդհանրապես այդ ուժերը չմոտենան սահմանին, ասենք, կամ իրենց ներկայությունը ընդհանրապես ավելորդ է։ Իմ պատկերացմամբ եւ ես վստահ եմ, որ Հայաստանը շահագրգռված է, որ այս ուժերը մնան, եւ կարծում եմ Երևանը քայլեր չի ձեռնարկելու, որ Հայաստանի տարածքից այս ուժերը դուրս գան, բայց ինչ ֆունկցիաներ են ունենալու Հայաստանի տարածքում եւ նույն այդ իրենց մոնիտորինգը, ասենք, եթե սահմանից հեռու, բայց ինչ հեռավորության վրա, ասենք 2, 3, 4, 5 կիլոմետր, ինչի մասին է խոսքը, սրանք շատ կարևոր տեխնիկական դետալներ են։ Ինչպես նշեցի, Հայաստանը իմ պատկերացմամբ գնում է այս քայլին, գիտակցելով, որ Ադրբեջանը որոշակի հետաձգելու է գործընթացը եւ շատ արագ չի ստորագրելու պայմանագիր։ Երկրորդը, որ եվրոդիտորդների հետ կապված հարցը, եթե մենք այս սահմանից հեռացնում ենք, այնուամենայնիվ Հայաստանը նույնիսկ այս տարբերակով շահագրգռված է, որ նրանք մնան Հայաստանի տարածքում եւ ես չեմ կարծում, որ ինչ-որ լուծում ենթադրում է, որ նրանք պետք է լքեն Հայաստանի տարածքը։ Ադրբեջանից արդեն հայտարարում են, որ դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը։ Սա այսինքն նշանակում է, որ այս տարվա մեջ նման գործընթացի ականատես չենք լինի։ Դե դժվար է կանխատեսել նման, ասենք, դա տարվա հետ է կապված թե ինչի, որովհետև կախված էին զարգացումներ ունենալու միջազգային հարաբերությունները, ընդհանրապես այս փոքր լուրը ընդամենը, հա, որ գրեթե ոչինչի մասին է կողմերի պատրաստակամության ստորագրելու պայմանագիր, հա, բավական անորոշ, արդեն ողջունել են գրեթե բոլոր աշխարհական կենտրոնները, մենք տեսանք Չինաստանից, Եվրամիությունից, ԱՄՆ-ից, նույնիսկ ԱՊԿ-ը, որ երկար ժամանակ լռում էր, ինչ որ հայտարարություն արձակեց եւ այլն, այսինքն բավականին դրական է ընկալվում միջազգային հանրության կողմից այս փոփոխությունները։ Մյուս կողմից իմ պատկերացմամբ թե Ադրբեջանը, թե Հայաստանը մտահոգված են այն գործընթացով, որ գնում է ռուս-ուկրաինական հարաբերություններում, եւ եթե այս պատերազմը ավարտվի
Ռուսաստանի համար բարենպաստ պայմաններով, իսկ գրեթե բոլոր լուծումները այս փուլում ենթադրում են, որ դա լինելու Ռուսաստանի համար բարենպաստ պայմաններ, Հարավային Կովկասի պետությունները այդ մտավախությունը ունեն եւ ինչքան որ երկար կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը այստեղ վերադառնալու եւ միջամտելու լծակներ եւ հնարավորություններ է եւ փորձեր է անելու եւ հետեւաբար կարծում եմ նաեւ այս հայտարարության գուցե եւ այս փոփոխության որ եղավ, հա, դրա մեջ նաեւ այս տարը կա, որ կա գիտակցություն, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ եւ սա բոլորի համար վատ է լինելու եւ սա կարծում եմ նաեւ Ադրբեջանի համար մտահոգիչ հանգամանք է ու տեսնենք ինչ զարգացումներ են լինելու, հա, բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը բոլոր հանգամանքներում եւ բոլոր պայմաններում ուղղակի համառելու է եւ չի գնալու ինչ-որ փոփոխությունների։ Ռուսաստանի հաղթանակն է Ադրբեջանի համար մտահոգիչ։ Մենք տեսնում ենք, որ այս զարգացումը, որ կա Ուկրաինայում, գրեթե Ռուսաստանի համար բարենպաստ է եւ սա բոլորի համար է մտահոգիչ Հարավային Կովկասում, որովհետեւ նշանակում է Ռուսաստանի դիրքերի ուժեղացում։ Մենք տեսանք, որ Արցախում այնինչ կատարվեց Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ էր հիմնականում կապված եւ Ադրբեջանը շատ հմտորեն օգտագործեց այդ պատոհանը, հա, ժամանակային եւ հիմա ինքը իհարկե իմ պատկերացմամբ ցանկություն չունի, որ Ռուսաստանը փորձի ինչ-որ ձևով ավելի ուժեղ Ռուսաստանը, քան կար, ասենք, նախկինում եւ Ռուսաստանը, որը նաեւ կարող է մեկնաբանել Ուկրաինայի իրադարձությունները որպես կարտ բլանշ հետ խորհրդային տարածաշրջանում իր ազդեցության գոտին ճանաչելու, հա, նույն արևմուտքի կողմից, առնվազն ԱՄՆ-ի տեսքով արևմուտքի կողմից եւ հետեւաբար Ադրբեջանը այստեղ հստակ մտահոգություններ պետք է ունենա։ Ինչ վտանգներ են սպառնում Ադրբեջանին այդ դեպքում։ Ադրբեջանն այդ դեպքում սպառնում են ինչ որ Ռուսաստանի առնվազն միջնորդի տեսքով վերադարձ գործընթաց, իսկ սա ենթադրում է, որ կոնֆլիկտի լծակներից մեկը տեղափոխում է Ռուսաստանի ձեռքերը եւ Ռուսաստանը իհարկե շահագրգռված է, որ կոնֆլիկտը լուծվի, հա, Ռուսաստանը շահագրգռված է, որ ինքը լինի միջնորդ, ինքը ներկա լինի տարբեր գործընթացներում եւ ձևաչափերում, մենք գիտենք դա սահմանազատման առաջինը ձևաչափն էր, որտեղ եւ 22 թվականից Ռուսաստանը 21 թվականից Ռուսաստանը մտավ որպես ձևաչափ ստեղծվեց եւ կոմունիկացիաներն են, որ Ռուսաստանի համար նույնպես կարեւոր են եւ ինքը հետաքրքրություն է դրսևորել այս թեմայի շուրջ, հա, նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ այլն, ու սա կարծում եմ այնուամենայնիվ Ադրբեջանի համար լավագույն Ռուսաստանը, որ ոչ մի ներկայություն չունի այս գործընթացի մեջ, բայց նաեւ լծակ է ծառայում Հայաստանի վրա ինչ-որ ճնշում գործադրելու։ Հենց Ռուսաստանը այդքան թույլ չի, որ ունակ է պարտադրել սեփական օրակարգ, այդ Ռուսաստանը Ադրբեջանի համար վտանգավոր է, որովհետեւ նաեւ Ադրբեջանի հարևանն է տարբերություն Հայաստանից։ Պարոն Մելիքսեթյան, վերադառնալով կրկին նախագծին, հայկական կողմը համաձայնություն տվեց Ադրբեջանի առաջ քաշած երկու կետերին, դիտորդների հեռացնել եւ միջազգային հայցերի հետ կանչում, նշեմ, որ սրանք լինելու են պայմանագրի ստորագրումից հետո ոչ թե առաջ, բայց այնուհանդերձ նման համաձայնություն տալ եւ դիմացը ոչինչ չստանալ, սա արդյոք չի նշանակում, որ Հայաստանը իր վերջին փամփուշտներն է կրակում եւ իր խնդիրները մնում են չլուծված։ Հա, թեկուզ կարելի է գերիների հետ կապված ինչ որ գործարքի գնալ, ինչու հետևողական չի եղել Հայաստանի իշխանությունը։ Այստեղ կա մի խնդիր, հա, հիմնական Հայաստանի հետևականությունը ոչ մի արդյունք չի տալի ու անհետևականությունն էլ հարցական է, այսինքն եթե մենք ենթադրենք ինչ-որ միջազգային կառույց, ինչպես օրինակ Եվրոխորհրդարանը, որ ընդունում է բանաձև, որ հայ գերիները պետք է անհապաղ ազատվեն, բայց դրանից հետո ինչ է կատարվում, ոչինչ։ Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային հարաբերությունները տանում են նրան, որ այդ կառույցները, որ ժամանակի ընթացքում ստեղծվել են նույն ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտման, միջազգային վեճերի կարգավորման եւ այլն, իրենք ուղղակի
ինչ որ բարի կամք արտահայտող կառույցներ են, եւ եթե նրանք պետության վրա լծակներ, հա, եւ ազդելու հնարավորություններ չունեն, այդ հայտարարությունները մնում են պատմական փաստաթղթեր, եւ մենք 2020 թվականի պատերազմից հետո արդեն մի մեծ հավաքածու ունենք նման փաստաթղթերի, որոնք ոչ մի ձևով չեն ազդում Բաքվի կամքի վրա, հա, այսինքն Բաքվի վճռականությունը կախված է մի քանի գործոնից, դրանցից մեկը իր ռազմական ավելի մեծ ռեսուրսներն են եւ կարողություններն են, մյուսը միջազգային բարենպաստ պայմանները եւ առաջին հերթին Թուրքիայի աջակցությունը, որ թույլ է տալիս բավականին հեշտորեն շրջանցել, հա, բոլոր այս փաստաթղթային արգելքները, որ իր դեմ նկարում են եւ մտածում են, որ Բաքուն ուղղակի չի անցնի դրանցով։ Եվ հետևաբար այստեղ խնդիրը շատ ֆունդամենտալ է եւ սա Հայաստանի հիմնական խնդիրն է, որ մի կողմից մենք գնում ենք այդ ձևաչափերի հետևից, ինչպես օրինակ ցեղասպանության ճանաչումներ ժամանակին, որ եթե ցեղասպանությունը ճանաչվի, միջազգային հանրությունը ճանաչի, Արցախում բավականին դժվար կլինի օրինակ Թուրքիայի ներգրավվածությունը հարավային Կովկասում, որովհետեւ սա դիտարկվելու է որպես նույն քաղաքականության շարունակություն, բայց ցեղասպանությունը ճանաչեց նաեւ ԱՄՆ-ն, բայց մենք տեսանք այդ փաստը ոչ մի ձևով չազդեց այս գործընթացի վրա, հա։ Իհարկե, մարդիկ, ովքեր ներգրավված են նույն այդ հայցերի գործընթացի հետ, նրանք այլ տեսակետ ունեն, եւ բարձր որ մասնագիտական առումով դիտարկում են այս հարցերը որպես կարևոր, բայց եթե մենք դուրս ենք գալի այդ ցինիկ քաղաքականության դաշտ, որտեղ գտնվում ենք, եւ այս տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, դրանք ցավոք սրտի ընդամենը թղթեր են, նույն կարգավիճակը գրեթե ունի իհարկե այս որոշումները, երբ որ մենք ակնկալում ենք, որ այս խաղաղության գործընթացը դրական արդյունք կարող է ունենալ, մենք երաշխիքներ չունենք իսկապես, բայց որոշ դեեսկալացիոն միտումներ այնուամենայնիվ 2023 թվականից հետո կան, դրանցից ամենակարևորը սահմանին այն հարաբերական անդորն է, որը աննախադեպ է 1994 թվականից հետո։ Եվ տեսեք, այդ նաև դուք նշեցիք, որ տարբեր կենտրոններից արձագանք է եղել այս փաստաթղթի նախագծի համաձայնեցմանը։ Ֆրանսիայի նախագահն է խոսել, Ռուբիոն խոսեց, ՀԱՊԿ, Չինաստան եւ այլն, ով կլինի կամ պետք է ունենա այս գործընթացը երաշխավոր, թե ոչ, եւ երաշխավորի բացակայությունը ինչ ռիսկեր է պարունակում։ Երաշխավորը կարևոր է իհարկե, ինչքան մենք շատ ընդհանրապես ցանկացած երաշխիք, տարբեր տեսակի, հա, տեսքի, դրանք շատ կարևոր են եւ եթե լինի երաշխավոր, ով լինի այդ երաշխավորը, որովհետեւ օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուներ երաշխավոր, դա Ռուսաստանն էր, ու մենք տեսանք ինչ ավարտ ունեցավ, հա, այդ գործընթացը, այստեղ եթե լինի երաշխավորը նույն ԱՄՆ-ի տեսքով, դա շատ լավ կլինի եւ ինքը կարող է դերել ավելի կայուն ինչ-որ իրավիճակի, կարելի է ենթադրել, որ երաշխավորը նույն Եվրոմիությունն է, բայց կարծում եմ Ադրբեջանի համար սա անընդունելի է, ինչպես նշեցի նաև Ռուսաստանի վերադարձը բավականին խնդրահարույց եւ անընդունելի է, Չինաստանը այդքան հետաքրքրություն եւ այդքան ներգրավվածություն չունի այս տարածաշրջանում եւ կարելի է նույնպես չեզոքացնել այս գործոնը, կա Թուրքիայի գործոնը, հա, Թուրքիան իսկապես շահագրգռված է եւ Թուրքիայի արձագանքը նույնպես որոշակիորեն տարբերվում է, բայց նաև Թուրքիան կարիք ունի ավելի չեզոք հայտարարությունների եւ միջնորդի դերը իր վրա վերցնել, առայժմ իր մոտ դա չի ստացվում, թեև նաև Թուրքիան քաղաքական առումով եւ իր ռետորաբանության առումով Հայաստանի նկատմամբ այլևս այն Թուրքիան չէ, որ կար օրինակ մինչև 2023 թվականի սեպտեմբերը կամ 24 թվականի սկիզբը։ Այս առումով իհարկե երաշխիքը եւ երաշխավորի ինստիտուտը կարևոր է, բայց ինքը կախված է շատ բազմաթիվ հանգամանքներից եւ նաեւ պատրաստակամությունից վերցնել իր վրա այդ պատասխանատվությունը, ինչ որ երկրի կողմից եւ կողմերի համաձայնությունը։ Հայաստանը կարծում եմ շահագրգռված է լինելու գրեթե ցանկացած երաշխավորի ինստիտուտով, եթե դա լինի բացառություն եւ Ռուսաստանը, որի նկատմամբ այդ վստահության կապիտալը արդեն սպառված է, Ադրբեջանը շատ ավելի
շատ ավելի խիստ է նայելու այս հարցին, եւ եթե խոսքը շատ լուրջ ինչ-որ աշխարհական կենտրոնների մասին չի, օրինակ Ադրբեջանի համար հստակ նույն Ֆրանսիան կամ Եվրոմիությունը անընդունելի են, եթե լինեն միակ երաշխավորը, հա։ Այստեղ իհարկե հիմնական երկիրը նույն ԱՄՆ-ն է եւ առայժմ իհարկե ԱՄՆ-ից եկող հայտարարությունները քաղաքական ցույց են տալիս, որ կա որոշակի կապ նախկին վարչակազմի հայտարարությունների հետ։ Նրանք ուղղակի կրկնում են այն բառապաշարը, որ ձևավորվեց Բայդենի վարչակազմի վերջին շրջանում, հա, վերջին ամիսներին, հա, կայուն եւ եւ արդար խաղաղության մասին, բայց շատ ավելի մեծ ներգրավվածություն է պետք այս գործընթացի մեջ եւ շատ ավելի մեծ հետաքրքրություն։ Բայց այն, որ արձագանքը եղավ նույն Ռուդոյի մակարդակով, նույնպես հետաքրքիր էր ու տեսնենք ինչ զարգացումներ կլինեն նաեւ այս հարցում։ Դա թերևս միակ հայտարարությունն, առաջին հայտարարությունն է ԱՄՆ վարչակազմի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Թրամփի սպիտակ տուն գալուց հետո այս ակտիվությունը ըստ ձեզ շարունակվելու է, հարցս այն մասին է, թե հիմա Միացյալ Նահանգներին այս տարածաշրջանը հետաքրքրում է, թե ոչ։ Դե առաջին երկու հայտարարությունը եղան Հական Ֆիդանի հետ նույն Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցների եւ անձնական հանդիպման ժամանակ, հա, եւ նրանք կրկնում էին, որ առաջի հեռախոսազրույցի ժամանակ նրանք խոսեցին Սիրիայից եւ հայ-ադրբեջանական կարգավորումից եւ Ռուբիոն կրկնեց, ինչպես նշեցի, նախկին վարչակազմի այդ բառապաշարը, որ կայուն եւ արդար խաղաղության մասին պետք է լինի, հա, այս տարածաշրջանում երկարատև։ Հիմա իմ պատկերացմամբ իհարկե հետաքրքրությունը այս խնդիրը փոքր խնդիր է ԱՄՆ-ի համար, ընդհանրապես այս նոր վարչակազմը շատ ավելի հետաքրքրված է Պանամայով, Գրենլանդիայով, Կանադայով, նույն Իսրայել-Իրան հակամարտությամբ, ստիպված է նաև ներգրավել ռուս-ուկրաինական հակամարտություն, թեև այդքան էլ չի ցանկանում եւ մենք տեսնում ենք, որ իր համար սա այդքան կարևոր թեմա չի։ Հայաստանը նույնպես Հարավային Կովկասը այդքան կարևոր ռեգիոն չի, բայց ԱՄՆ-ն այնուամենայնիվ մնում է գերտերություն, ինքը ներգրաված է բազմաթիվ գործընթացների մեջ, ու նույնիսկ փոքր ներգրավվածությունը հստակ ինչ-որ չափանիշների եւ հստակ հայտարարությունների քաղաքականության պարագայում կարող է արդյունքներ տալ, ու Հայաստանի ձգտումը երևի ամենամինիմալը դա է, որ այս վարչակազմը հստակ արդեն պատկերացում ունենա այս կոնֆլիկտի մասին եւ իր դիրքորոշում ունենա, ինչպես է պատկերացնում լուծումները։ Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ կարևոր էր, որ ինքը ասում է այս գործընթացը տեղավորվում է Տրամփի խաղաղություն աշխարհում, հա, այդ մոդելի մեջ, հա, ու այստեղ հստակ հղվում է նաև Ուկրաինայի այս кейսին, ու ընդհանրապես սա եթե դիտարկվի հետ խորհրդային բոլոր ինչ-որ գործընթացները մի փաթեթում, գուցե այդքան էլ վատ չի լինի, եթե իսկապես ԱՄՆ ադմինիստրացիան մտնի այս գործընթացի մեջ, բայց իհարկե կանխատեսել դժվար է։ Հայաստանը այստեղ կարելի է նշել ուղղակի ինչ գործոններ կարող է օգտագործել, դա քրիստոնեական, այսպես ասած, այդ նոր արժեքների եւ գործոնի կարևորությունն է, որ ցուցադրում է նոր ադմինիստրացիան, նաեւ շատ տարօրինակ դրսևորումներով, հա, երբ որ խաչերով, ասենք, ճակատին, հա, նկարած դուրս են գալիս ինչ-որ պաշտոնական ելույթների եւ մամլո ասուլիսի, սա տնտեսական եւ տարբեր այլ ձևաչափեր, նույն միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցություն է, որ արդեն հայ-ամերիկյան խորհրդի մեջ արդեն ամրագրված է, սա ընդհանրապես նաև Հայաստանի օգտակար հանածոների շուրջ հնարավոր նաև զարգացումներն են, որովհետև օրինակ Հայաստանի պղինձը եւ մոլիբդենը նաև արտահանվում է Չինաստան կամ նախկին իրանական օրինակ կազմակերպություններն են դա արտահանում, եթե թեղուտի հանքի հետ կապված, ու այստեղ իհարկե ԱՄՆ շահագրգռված չի, որ նման զարգացումներ լինեն, ինքը հավանաբար կարող է հետաքրքրվել, որ ավելի կապված լինեն հենց իր շահերի հետ։ Հայաստանը սա պետք է առաջարկի, ու սա իհարկե աշխատանք է Հայաստանի կողմից, որովհետև Հայաստանի շատ բարձր ոչ մեկը չի շահագրգռված պաշտպանել Հայաստանի շահերը։
Նիկոլ Փաշինյանի զանգը Վլադիմիր Պուտինին ինչ է նշանակում, ինչու է Հայաստանի ղեկավարը հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ տեղյակ պահում Ռուսաստանի նախագահին։ Որովհետև Ռուսաստանը այս տարածաշրջանում մնում է շատ կարևոր դերակատար, հա, եւ Ռուսաստանը ակնհայտ այդ հայտարարությունից հետո ռուսական կողմին նույնպես հետաքրքիր էր ինչ են ենթադրում այս զարգացումները, ինչ կարելի է ակնկալել, նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտի պարագայում Հայաստանը նույնպես հստակ մտավախություններ ունի ինչ է լինելու Ռուսաստանի քաղաքականությունը այս տարածաշրջանում եւ եթե չլինի նույն արևմուտքի ավելի ակտիվ ներկայությունը Հայաստանը ստիպված ավելի, այսպես ասենք, ավելի կոնֆորմիստական քաղաքականություն է վարելու Ռուսաստանի նկատմամբ, որովհետեւ Ռուսաստանը այնուամենայնիվ ամենավտանգավոր պետությունն է, հա, եթե մենք նայում ենք այս մեր մեծ ռեգիոնը ու Հայաստանի իշխանությունները չեն կարող այդ մտավախությունները չունենալ։ Կարծում եմ առաջինը դա ինչ որ տեղեկատվական բնույթի էր, այսինքն տեղեկացնել ինչ գործընթացներ են գնում հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ այստեղ Ռուսաստանն է հետաքրքրված ինչ է կատարվում եւ նաեւ գուցե ինչ որ փորձեր լինեն հետագայում հասկանալ իրենց դերակատարությունը ինչում կարող է կայանալ, կարծում եմ Ռուսաստանը հստակ շահագրգռված կլինի, եթե օրինակ այս խաղաղության պայմանագիրը կամ համաձայնագիրը կնքվի Մոսկվայում, հա, եւ հստակ սա այն Ռուսաստանի ցանկություններից կլիներ, որ իրենք արտահայտել են նախկինում եւ հիմա էլ կուզենային, որ այդպես լինի։ Հայաստանի տեսակետից սա ռիսկերի ավելի շատ կառավարում է, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները ու եթե, ինչպես նշեցի, արևմուտքը այստեղ հետաքրքրություն չդրսևորի, Հայաստանը հստակորեն գնալու է Ռուսաստանի հետ ավելի քաղաքականության մեղմացման, հա, եւ ավելի, ինչպես նշեցի, կոնֆորմիստական քաղաքականության։ Եվ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն այս տարի ընդունել է մայիսի 9-ին Ռուսաստանում Մոսկվայում լինելու Վլադիմիր Պուտինի հրավերը։ Նախորդ տարիներին չէր մասնակցում եւ դա ընկալվում էր որպես քաղաքական մեսիջ։ Հիմա ինչ է փոխվել, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս տարի գնալ։ Դե շատ բան է փոխվել, իրականում փոխվել է ամեն ինչ գրեթե, որովհետև եթե մենք նախկին փոխվել է ադմինիստրացիան Վաշինգտոնում, նախկինը Ուկրաինային տրամադրել էր 120 միլիարդ դոլար ռազմական աջակցություն եւ խոստում, որ Ռուսաստանը չի կարող հասնել իր նպատակներին այս պատերազմում, եկել է մի նոր մարդ Սպիտակ տուն, որ գրեթե ընդունում է գրեթե բոլոր ռուսական պայմանները եւ ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա եւ նաեւ այն տոնով եւ այն բովանդակությամբ, որ Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա, հա։ Մենք տեսանք այդ բանավեճը Սպիտակ տանը փետրվարի 28-ին եւ հետեւաբար սա հետխորհրդային, ինչպես նշեցի, բոլոր պետությունների համար լրջագույն փոփոխություն է եւ բոլորը հասկանում են, եթե այս պայմաններով ավարտվի պատերազմը, սա նշանակում է Ռուսաստանի եթե ոչ լիակատար հաղթանակ, ապա զգալի հաջողություն այս պատերազմում, հատկապես առաջին ամիսներից պատերազմի հետո, եւ որ պարզ դարձավ, որ ռուսական այդ սկզբնական նպատակները գրավել Կիևը 3 օրում անիրատեսական են, բայց իրենք փոխեցին իրենց մարտավարությունը, նպատակները եւ այս առումով ամեն ինչ փոխվել է եւ ինչպես նշեցի եւս մեկ անգամ հակրկնելով, եթե արևմուտքը նույն հայ-ադրբեջանական այս գործընթացի մեջ հետաքրքրություն չցուցաբերի առաջին հերթին ԱՄՆ-ն, ոչ թե Եվրոմիությունը, որովհետև Եվրոմիությունը հիմա ինքը արդեն Ռուսաստանը ընկալում է որպես լրջագույն սպառնալիք եւ միջոցներ չունի այդ սպառնալիքի դեմ լիարժեք պայքարելու։ Մենք գիտենք հիմա Եվրոմիության, ասենք Թուրքիայի անդամակցության խնդիրն է սկսել քննարկվել, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն է եւ օրինակ այդ թուրքական բանակի հնարավոր օգտագործումը ռուսական վտանգը չեզոքացնելու համար, օրինակ Եվրոմիության համար հիմա ակտուալ խնդիրներից մեկն է։ Հետևաբար Հայաստանը շատ ավելի փոքր երկիր է, շատ ավելի փոքր ռեսուրսներով, շատ ավելի համեստ կարողություններով եւ եթե Ադրբեջանն է Հայաստանի համար լրջագույն սպառնալիք, բարձր Ռուսաստանը շատ ավելի մեծ սպառնալիք է եւ ստիպված, ինչպես նշեցի, ճանապարհներից մեկը Հայաստանը եւ Ադրբեջանը, եթե համատեղ ջանքերով, եթե ուզում են իսկապես թույլատրել ռուսական դիրքերը, պետք է գնան
հարաբերությունների կարգավորման եւ դեէսկալացիայի եւ ասենք ցանկացած միջամտության բացառման, բայց եթե մենք չունենանք այդ հարաբերությունները եւ ըմբռնումը, մնալու է կոնֆլիկտը եւ մնալու է Հայաստանի եւ նաեւ Ադրբեջանի ստիպված քաղաքականությունը հարմարվել եւ ինչ որ ձևով ի նկատի ունենալ Ռուսաստանի բնույթը ագրեսիվ եւ Ռուսաստանից բխող հնարավոր սպառնալիքներ իրենց համար։ Եվ այս փոփոխությունները հաշվի առնելով ինչ կարող ենք ասել Հայաստանի Եվրամիության հետ սերտանալու ինչ որ փուլում թեկնածության հայտ ներկայացնելու եւ ինչ որ ավելի ուշ փուլում էլ անդամ դառնալու հետ կապված արդյոք այս մասով էլ խաղաքարտերը խառնվում են իրար թե ոչ։ Խառնում են իհարկե, եթե մենք պահպանում ենք ադրբեջանական կոնֆլիկտը, չկարգավորված հայ-թուրքական հարաբերությունները ու դրան ավելանում է Ռուսաստանի գործոնը, հա, եւ Ռուսաստանի հնարավոր ինչ-որ ակտիվությունը այս տարածաշրջանում, շատ ավելի բարդանում է իրավիճակը ու նաեւ այստեղ խնդիր է ինչ արձագանք է ունենալու Եվրամիությունը ընդհանրապես այդ փոփոխություններին ճանապարհներից մեկը եւ դա հայտարարությունների մակարդակով ակտիվ վերազինվել, ստեղծել ինչ որ բանակ, ստեղծալ ինքնուրույն գործոն եւ այլն, բայց դա ցավոք սրտի շատ դանդաղ գործընթաց է ու եթե Եվրամիությունը իսկապես միությանը չհաջողվի adekvat պատասխաններ գտնել, պարզ է որ այս հայտարարությունները ուղղակի մնալու են նույնպես թղթի վրա ու մոտ ապագայում առնվազն մոտ 4 տարիների ընթացքում ակնկալել, եթե ոչինչ չփոխվի, բացի Ռուսաստանի դերակատարության ակտիվացմանը եւ մնա հայ-ադրբեջանական հայ-թուրքական այս չկարգավորված հարաբերությունները, պարզ է որ ոչ մի եվրո ինչ որ ինտեգրում եւ այլն անիրատեսական են եւ Հայաստանը ուղղակի հարմարվելու է իրականությանը եւ իրողությունները։ Եվ վերջում հաջորդ տարին Հայաստանի համար նախընտրական է, եթե այլ զարգացումներ չլինեն եւ արտահերթ ընտրությունների չգնանք, բայց այնուհանդերձ Հայաստանում իշխանություն փոխվելու դեպքում այս ձեռք բերված համաձայնությունները թե ԵՄ-ի հետ կապված, թե ավելի շատ խնդրեմ խոսեք խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված, ինչ են լինելու, արդյոք օրինակ սա քննադատվում է, հա, որ Հայաստանը ինչքան էլ իշխանությունները նշում են, որ փոխզիջումը երկկողմանի է, բայց այնուհանդերձ ակնհայտ է, որ միակողմանի է։ Նոր իշխանությունները ցանկության դեպքում կարողանալու են ըստ ձեզ ինչ-որ բան փոխել, թե ոչ։ Նոր իշխանությունները, գիտեք, այստեղ խնդիրն անում է, որ իշխանությունները փոխում են, երկիրը մնում է նույնը, հա, ու երկիրը իր ռեսուրսներով եւ հնարավորություններով ինքը չի փոխվելու եւ արագ չի փոխվելու, հետեւաբար իրենք ունենալու են նույն խնդիրները, եթե փորձեն ինչ-որ այն ձևով այն հայտարարությունների ոճով լուծել հարցերը, որ հիմա են առաջարկում, իհարկե անմիջապես ունենալու են շատ անհաջող արդյունքներ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր բավականին վատ պատկերացնում ինչի հետ գործ ունի ու 2020 թվականից հետո առերեսվեց այդ իրականության հետ, մենք հիշում ենք նախկինում բոլոր դիվերսիաներից հետո օրինակ ինչ աղմուկ էր սկսում հայկական սոցցանցերում, նաև ընդդիմադիր դաշտում, որ ասենք Հայաստանը արժանի պատասխան չի տալի, որ Սերժ Սարգսյանը թույլ է եւ այլն, բայց պարզվեց, որ իրականում ապրիլյանից հետո մենք հիշում ենք մեր ներքին դաշտի զարգացումները, Սասնա ծռեր եւ այլն, Հայաստանի իշխանությունները կարծում եմ, եթե խոսքը փորձառու մարդկանց մասին են, նախկինների նույնիսկ մասին, նրանք իհարկե հանրային դաշտում կարող են աղմուկ առաջացնել, բայց իմ պատկերացմամբ դիվանագիտական հարցերում գուցե նույնիսկ ավելի զգուշավոր լինեն եւ ստիպված գնալու են նույն պայմանավորվածությունների։ Այստեղ մի ուրիշ գործոն կա արտաքին քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի համար հստակ Ռուսաստանը օրինակ վտանգավոր երկիր է եւ ինքը փորձում է ինչ-որ ձևով չեզոքացնել այդ վտանգը, կառավարելի դարձնել, ուժեղացնել, թուլացնել իր ներկայությունը Հայաստանի տարածքում ու դա անում է իհարկե բավականին դանդաղ քայլերով, բայց միտումը հստակ է եւ սա գիտակցում է նաեւ Ռուսաստանը եւ սա է պատճառը, որ ռուսական հայրենիության մեջ ինքը մնում է անվստահելի մարդ, հա,
ապագա իշխանությունների միակ խաղաքարտը, որ ես պատկերացնում եմ, դա այդ նույն Ռուսաստանի դերի հետ կապված ինչ-որ գործընթացներ են, բայց այստեղ միշտ հայկական դաշտը փորձում է Ռուսաստանին իր շահերին օգտագործելով ինչ-որ գործարքների գնալ, բայց վերջում պարզվում է, որ Ռուսաստանն է հայերին օգտագործում ու արդյունքում ոչինչ չի լինում ու կամ ավելի վատ իրավիճակ է ստեղծվում։ Առնվազն 19-րդ դարի 70-ական թվականներից մի քանի անգամ այս փուլը կրկնվել է ու կարծես սա օրինաչափություն է, հա, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանը նույնպես հետաքրքիր երկիր չի, հա, ասենք շատ ավելի քիչ հետաքրքիր երկիր է, քան Ադրբեջանը, քան Թուրքիան, կամ Կենտրոնական Ասիայի երկրները եւ այլն եւ այլն։ Եվ հետեւաբար կարծում եմ մենք եթե նայենք փաստերին ոչ թե հայտարարություններին, ունենալու ենք մոտիկ կամ ավելի վատ իրավիճակ, հա, եթե փորձեն իրականացնել այն, ինչի մասին խոսում եմ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։